Հունիսի 29-ին կայացած գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակելու է մնալ առաջնահերթություն։ Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է քաղաքի մուտքերի և տարբեր հատվածների հարևանությամբ ստեղծել խոշոր ավտոկայանատեղիներ, որտեղ քաղաքացիները կկարողանան թողնել իրենց անձնական ավտոմեքենաները և ճանապարհը շարունակել հանրային տրանսպորտով։ Մարդիկ բողոքում են բնականորեն, որ ավտոբուսային գիծը մի գիծ վերցնում է եւ հանրային տրանսպորտը, միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել եւ այդտեղ հարց է առաջանում մարդկանց մոտ, ինչի իրենք ավտոմեքենաներով գնալով ավելի վատանում է իրավիճակը եւ իրականում դա շատ բնական հարց է, բայց նաեւ ունի շատ բնական պատասխան, որովհետեւ մեր փողոցները չեն հնարավորություն չունեն լայնանալու ավել։ Մենք այո ունենք շինարարություններ, Արշակունյացը միացնում ենք Իսակով պողոտային, ունենք խոշոր էլի նոր կամուրջների կառուցման ծրագրեր Հրազդանի կիրճի վրայով, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքի նամանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավել լայնանալու տեղ չունեն։ Եվ եթե մենք տարեցտարի, ամիս առ ամիս ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորահոսքի մեջ, միակ բանը, որ մենք կարող ենք անել, առաջին բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան էլ ավելի արագ, էլ ավելի հարմար, եւ երկրորդ քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով, որովհետեւ ուղղակի այլ լուծումներ Երևան քաղաքում եւ մնացած այլ քաղաքներում էլ այդպես հորինված չեն, այսինքն եթե ավտոմեքենաների քանակը ավելանում է մարդատար, դրա միակ լուծումը այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի, իսկ ավտոմեքենաները ավելի քիչ պետք է մտնեն այն հատվածներ, որտեղ որ գերծանրաբեռնված է։ Այդ ծանրաբեռնվածությունը պետք է կենտրոնանա հիմնականում հանրային տրանսպորտի մեջ։ Եվ սա է այն ճանապարհը, որով որ միակ ճանապարհը, որով որ մենք կարող ենք առաջ շարժվել։ Պաշտոնական Բաքուն իր մտահոգությունն է հայտնել հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշման առթիվ եւ կոչ է արել Թել Ավիվին վերանայել այն։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցման եւ փոխըմբռնմանը, այն ավելի է խորացնում առկա հակասությունները եւ խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղությանը եւ հաշտեցում ապահովելու ջանքերին։ Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը։ Ադրբեջանը կշարունակի հետևել պատմական ճշմարտությունը պաշտպանելու, միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն խթանելու իր դիրքորոշմանը, ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը եւս դատապարտել էր Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, այն անվանելով քաղաքական դրդապատճառներ ունեցող եւ Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանությունը թաքցնելու փորձ։ Սահմանադրական դատարանում ընթանում է 2026 թվականի հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի քննությունը։ Նիստը փակ ընթացակարգով է։ Փակ նիստի ավարտից հետո նիստերը դարձյալ կլինեն հրապարակային, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի, տեղեկացնում են Սահմանադրական դատարանից։ Սահմանադրական դատարանում ընթանում է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ Դիմումներ են ներկայացրել 7 քաղաքական ուժեր, իսկ գործը քննվում է միավորված ընթացակարգով։ Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել է հունիսի 26-ից։ Ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա կայուն մեծամասնություն եւ կկարողանա ձևավորել կառավարություն, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ Քաղաքացիական պայմանագիրը նոր ձևավորվող խորհրդարանում կունենա 64, Ուժեղ Հայաստան դաշինքը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ։
այլ թեմաների մասին։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչև օրս բժշկական ծառայություններից օգտվել է 842,750 քաղաքացի, մատուցվել է 8,399,491 ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 միլիարդ դրամ։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով հունվարի 1-ից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլը անցել է սահուն և ներկայում համակարգի շահառուների թիվը հասել է շուրջ 1,700,000-ի։ Հունվարի 1-ից գործարկված հիմնադրամը և աշխատանքները, համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1,5 միլիոն անձի ապահովագրություն, և գիտեք, որ առողջության ապահովագրությունը ի տարբերություն սոցիալական ապահովագրության, հենց որ մտնում է ուժի մեջ, արդեն իսկ սկսում են ծառայություններից օգտվել անձինք, և սա շատ կարևոր տարբերություն է։ Մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն շուրջ 1,700,000 հոգի է։ Այս 1,700,000 հոգուց ուրեմն ծառայություններից օգտվել է 842,750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե կանխարգելիչ, թե սկրինինգային և թե ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական ուրեմն ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։ Մատուցված ծառայությունների թիվը 8,399,491 է։ Ուզում եմ այստեղ չշփոթենք, անձանց թիվը 842,750 է, ծառայությունների թիվը 8,399,491։ Հասկանում ենք, որ մեկ անձը կարող է մի քանի ծառայություններից օգտված լինի։ Ընդհանուր կատարողականը սա ևս որոշակի ճշգրտման դեռ տեղ ունի, ես ձեզ տալիս եմ այս օրվա դրությամբ մեր տվյալները, ամիսը կամփոփվի, որոշակի կատարողականի ճշտումներ կունենանք, 97,4 միլիարդ դրամի կատարողական ենք ունեցել։ Միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ համակարգի ներդրման առաջին ամիսներին բուժաշխատողների համար նոր կարգը որոշակիորեն անսովոր էր և ժամանակ էր պահանջվել, որպեսզի նրանք ամբողջությամբ հարմարվեին ապահովագրական համակարգի պահանջներին և պատշաճ կերպով գրանցեին ու մատուցեին ծառայությունները։ Սակայն այժմ ունենք մասնագետներ, որոնք 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում։ Առաջին 2 ամիսներին որոշակի աշխատելավոճի նոր այս համակարգը անսովոր էր թե բուժաշխատողների համար և ժամանակ պահանջվեց, որ նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները և այս պահին մենք աշխատավարձերի մասով ըստ էության բավարար ավելացումներ ունենք։ Արդյոք սա մեր երազանքի չափն է, իհարկե ոչ, բայց տեսեք, միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-ից 40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ բոլոր բժիշկներին է բարձրացել, սա նշանակում է մեծամասամբ բոլորինը բարձրացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից և պարտքերը վճարում են, որպեսզի արդեն առողջացած կարողանան բավարար հավելյալ գումարներ վճարել իրենց ուրեմն մասնագետներին։ Ես ասեմ, որ սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, այլ նաև միջին բուժանձնակազմին։ Այստեղ հարց ունենք, որ մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։ Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում և որևէ պացիենտ
օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ։ Կամ եթե աշխատում է 3 ժամ օրինակ, այո, նրա աշխատավարձը ըստ էության չի կարող երևի թե բավարարել։ Բայց մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է եղել։ Այո, դիմելության հաշվին, նրա հաշվին, որ նախկինում, օրինակ, նյարդաբանը կսպասարկեր 1 հոգու թե 1000 հոգու, ստանում էր բանով իրեն կցագրված անձանց հաշվարկով, միջին հաշվարկային աշխատավարձ, ասենք, չգիտեմ, 200,000 դրամ, կչարչարվեր, թե ոչինչ չեր անի, դրանից իր աշխատավարձը ըստ էության չէր փոխվի, բայց հիմա նյարդաբանը ելնելով նաև իր մասնագիտական որակավորումներից եւ երբ որ մարդիկ գնում են իր մոտ խորհրդատվության, ասում եմ, հնարավորություն ունի կրկնապատկելու, անգամներով ավելացնելու, ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում չկա հանրային կոնսենսուս կամ հանրային պետական կարգախոս կամ ուղերձ այն հարցի շուրջ, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը։ Վարչապետի դիտարկմամբ անհրաժեշտ է առաջ շարժվել հանրային այդ կոնսենսուսի ձևակերպման ճանապարհով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կարծիք է արտահայտել եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ։ Արդարությունը եւ արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն ժողովրդի հետ։ Ես չեմ ասում, թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության եւ արդարադատության տեսքով։ Ընդհակառակը, արդարության եւ արդարադատության ինստիտուտները ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով շահերի պաշտպանությամբ, եթե պայմանականորեն ասենք, նույնիսկ այն տեղերում, որտեղ ժողովուրդը վրեժի կամ վենդետայի ցանկություն ունի, արդարության եւ արդարադատության ինստիտուտները հենց սա պետքա սահմանափակեն, բալանսավորեն եւ բերեն ճիշտ տրամաբանության մեջ, որպեսզի նաեւ պոտենցիալ մեղադրվողների կամ ամբաստանվողների շահերը եւ իրավունքները պաշտպանվեն։ Բայց ես կարծում եմ, որ իրականում այս բանաձևը մեզ չի հաջողվել Հայաստանում ներդնել առաջին հերթին, ելի եմ ասում իմ կարծիքով իրավական մենթալիտետի պատճառով եւ իրավական սոցիալ հոգեբանության պատճառով եւ ես կարծում եմ, որ անխուսափելի է դրա մասին մենք խոսել ենք, մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ։ Առաջինը մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ, այսինքն սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամ արտահայտությամբ, եւ երկրորդը իրավական եւ իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ եւ փոփոխություններ, եւ ես վստահ չեմ, որ Հայաստանում իրավական եւ իրավաբանական կրթությունը զարգանում է համահունչ այն տրամաբանությամբ եւ այն տրամաբանությունների, որ տեղի է ունենում աշխարհում եւ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք այս ճեղքի հարցը պետք է լուծենք, ուզում եմ նաեւ ասել, որ սրանք թարմ տպավորություններ են նաեւ նախընտրական քարոզարշավից, որովհետեւ ասել եմ երևի, ելի ուղիղ ուզում եմ խոստովանել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենամեծ դժվարությունը եւ բարդությունը ծագել է այնտեղ, որտեղ ես ստիպված եմ եղել պատասխանել մարդկանց հարցերին Հայաստանի Հանրապետությունում արդարության եւ արդարադատության բացակայության վերաբերյալ։ Եվ սա էլի եմ ասում, ես հասկանում եմ եւ ընդունում եմ, հարգում եմ իշխանությունների տարանջատման, բաժանման սկզբունքը, բոլոր միջազգային չափանիշները եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց նաեւ դատական համակարգի ներկայացուցիչների հետ եմ այս թեման քննարկել, նաեւ տարբեր իրավապահ մարմինների հետ եմ այս թեման քննարկել։ Ի վերջո բոլոր այդ ոլորտին վերաբերող հարցերը հնչում են ինձ, ոչ մեկ
Ամենայն հարգանքով ոչ մեկ օրինակ կամ եթե ոչ մեկ շատ քչերն են գոնե թե փողոցում, երբ որ դատախազը կամ դատավորը քայլում է, իրեն կանգնեցնում, ասում են, բա այս երկրում ինչի արդարություն, արդարադատություն չկա։ Այդ բոլոր հարցերին պատասխանում եմ ես կամ քաղաքական ներկայացուցիչները եւ ես ակնկալում եմ, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ինձ մատակարարի այդ հարցերի պատասխաններով։ Որովհետև պետք է ուղիղ ասեմ, ես այդ հարցերի պատասխանները չունեմ, այդ հարցերը իմ մոտ են ծագում, բայց այդ հարցերին պատասխանելիս կամ այդ հարցերը բարձրացնելիս նաև ես եմ կաշկանդված իմ լիազորություններով եւ իմ լիազորությունների սահմանով, բայց քաղաքացին Հայաստանի ժողովուրդը ոչ մի բանով կաշկանդված չի։ Նա ունի հարցեր եւ այդ հարցերին պետք է տրվի պատասխաններ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Հասմիկ Ավագյանը եւ Դանիել Դանիելյանը ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Վիրապյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով Տիգրան Վիրապյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Նշված է Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրած որոշման մեջ։ Վիրապյանի ուշադրության ներքո են լինելու ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները։ Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայել Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային հումանիտար ոլորտներում համագործակցության արդիական հարցեր։ Հայաստանում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացիները պետք է պարտադիր կերպով կրկնակի բժշկական զննություն անցնեն։ Այս մասին հուլիսի 1-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Մեր իրականությունը հետևյալն է, լինում են դեպքեր, երբ որ մարդիկ կեղծ փաստաթղթերով ազատվում են զինվորական ծառայությունից, ու ենթադրենք իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այդ մասին, որ այսինչ մարդը կեղծ թղթերով ազատվել է զինվորական ծառայությունից։ Վարույթ են հարուցում, ասում են, դե արի փորձաքննություն անցի, մի հատ տեսնենք, ես դու որ գրել ես, որ այսինչ հիվանդություն ունես, նման տեղեկանք ունես, դու ունես այդ հիվանդությունը, թե չէ, չգիտեմ, մի հատ MRT անցի օրինակ։ Վարույթով անցնող մեր հարգելի զորակոչից խուսափած քաղաքացին ասում է, չեմ անցնում։ Եվ այս պահի դրությամբ մեր իրավապահ համակարգը ոչ մի գործիք չունի, որպեսզի նրան հարկադրի, որ գնա ու անցի այդ հետազոտությունը, ասում է, չեմ անցնում եւ վերջ։ Սա անբնական, աննորմալ իրավիճակ է, որի հաղթահարմանը եւ միտված է այս օրենքի նախագիծը։ Ես գիտեմ նաև, որ կառավարությունը առաջարկներ ունի սրա հետ վերաբերյալ, նախապես զրուցել ենք, ասեմ, որ ինձ համար առաջարկներն ընդունելի են։ Ինչպես գիտեք, այսօր Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այցի մանրամասների մասին պատմում է տեսանյութը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այնուհետև արդեն կառավարությունում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց օրվա բարձրաստիճան հյուրին։
Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է, իսկ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները այսօր առավել մոտ են, քան երբևէ։ Այս մասին կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ ուրախ է տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալել Եվրոպական հանձնաժողովի նախագահին Հայաստանում։ Փաշինյանը նաև նշեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման եւ այդ ուղղությամբ Եվրոպական միության աջակցությամբ տարբեր մեխանիզմների կիրառման հարցերը։ Ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր վերջին հանդիպումն ուղիղ 2 ամիս առաջ էր Եվրոպական քաղաքական համայնքի Երևանում կայացած 8-րդ գագաթաժողովի եւ Հայաստան-Եվրոպական միություն Անդրանիկ գագաթաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։ Մեր գործընկերության հիմքում ունենալով համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը, մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները եւս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության, ամրապնդման եւ խաղաղության օրակարգերին։ Տիկին նախագահ այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման եւ այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար, լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման եւ արտահանումների խթանման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը կլինի շարունակական։ Հայաստանի Հանրապետությունում կայացած ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը, Թավշյա հեղափոխության ոգին, որը առաջնորդեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, կենսունակ է եւ բարգավաճում է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների հետ։ Ուստի մենք պատրաստ ենք միասին այս տեսլականը դարձնել իրական։ Ահա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին։ Գլոբալ դարպասներ փաթեթ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք հատկացնել ընդհուպ մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական, տրանսպորտային, էներգետիկ կապուղիների եւ թվանշային կապուղիների համար ամբողջ հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող եւ նախապատրաստվող ծրագրերին, ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք խաղաղությանը նպաստող, միևնույն ժամանակ մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղությանը նպաստող ծրագիր, որը նպատակ է հետապնդում օգտագործվել այն համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են։ Ուզում եմ սատարել այնտեղի տնտեսության փոքր եւ միկրո ձեռնարկություններին, օրինակ նոր ֆերմերային հողագործական տեխնիկաների, ջրային ռեսուրսների կառավարման նոր տեխնիկաներ ձեռք բերելուն։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում եւ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև նոր երկխոսություն սահմանելու համար։ Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի եւ հաջորդ սերնդի սրտերում եւ մտքերում։
Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են նաեւ օնլայնված կազմով, որտեղ բարձրաստիճան հյուրը նշել է, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոմիությունը կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար Եվրոմիության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Ես գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը, այնպես որ մենք քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել շատ չմոտենալու Եվրամիությանը։ Մենք դա թույլ չենք տա եւ ձեզ կոժանդակենք դրանում։ Ուստի ես այսօր այստեղ եմ նաեւ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրամիությունը կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար Եվրամիության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին խաղաղության պրոցեսում։ Եվ վերջում Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվեց։ Օդանավակայանում նրան ճանապարհեց վարչապետ Փաշինյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի վերցնի մանդատը եւ չի լինի նոր խորհրդարանում, որը կձևավորվի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Հիշեցնենք, որ օրերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը փակ քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանական ղեկավարի թեկնածու էր ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որն այս պահին խորհրդարանի փոխխոսնակն է։ Թեկնածուների թվում էին նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ալեն Սիմոնյանը նաև հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի իշխանությունները իրեն դիտարկում են որպես Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածու։ Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն ասաց, որ երբևիցե որևէ մեկի հետ նման խոսակցություն չի ունեցել։ Իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ, պատմության միակ ազգային ժողովի նախագահ մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն եւ կուսակցություն, եւ ես ձեզ նաև այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը եւ ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում, նեղվածություն որպես այդպեսին չունեմ, կարծում եմ, որ աշխատանքային process-ը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ, ես էլ չի հասկանում, որ 5 տարին երբ որ լրանա, ես նորից պետք է գնամ այդ մանդատը ստանալու, ենթադրում եմ, որ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, կշարունակեմ օգտակար կլինեմ մեր կուսակցությանը, ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով, որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ, ինձ համար անկեղծ շատ աշխատանքային ծանր է ազգային ժողովը, մի մոռացեք, որ սա յետ պատերազմյան ազգային ժողով էր, սա տարբեր մարտահրավերների եւ ծանր իրավիճակների մեջով անցած ազգային ժողով էր եւ իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որը ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ եւ իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանամ, նաեւ անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ եւ ուզում եմ ինչ որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք եւ մարդկանց շատ չհոգնեցնեք։ Դա անհեթեթություն է։ Ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել
կոռեկտ չեմ համարում, մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ եւ նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն եմ։ Ես որևիցե պաշտոնյայի հետ, իմ ընկերների, իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել, չեմ լսել եւ չեմ խոսել, այն բան կա, հա, հայտնի արտահայտություն կա եւ մամուլից եմ իմացել, ինչպես նաեւ տեսել եմ փոխվարչապետ, ինչպես նաեւ տեսել եմ այդ նախագահի տարբերակը, չգիտեմ, դեսպանի, ինչ ասես խոսում եմ։ Ոչ, հարգելի գործընկերներ, որևիցե մեկի հետ նման քննարկում չի եղել եւ նման խոսակցությունը խնդրում եմ դադարեցնել, դա կոռեկտ չի ու ճիշտ չի։ Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարելով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը, առանց քննություն հանձնելու։ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի համար 385M որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որը վերաբերվում է վարորդական վկայականներին։ Վերջերս ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը եւ դրա հիման վրա կառավարության որոշումը պիտի սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում եւ մեր մնացյալ ընթացակարգերը, որոնք որ նախատեսված են, արդեն մտնում են process-ի մեջ եւ կարող են դիմել, իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը։ Երկու իրավիճակ կարող ենք ունենալ։ Առաջինը, օրինակ, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, անձանց 1 տարի ժամկետով, օրինակ զրկվել են, զրկման ժամկետը ավարտվել է, հուլիսի 6-ի օրը հենց կարող են դիմել մինչև 1 տարվա ընթացքում, կարող են անձինք Հայաստանում չլինել։ Այսինքն ուր պետք է դիմեն։ Պիտի հերթագրվեն մեր on-line պլատֆորմով, օր վերցնեն կոնկրետ վարորդական իրավունքի վերականգնման համար եւ այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, հիշենք, որ ունենք պետական տուրքի նախատեսում 50,000 դրամի չափով, պիտի արդեն տեղում կատարեն համապատասխան վճարումը եւ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված եւս քննություն չեն տալիս, այս վերջին անգամ քննության։ Այս պահին առաջարկում եմ կրկին վերադառնալ կառավարություն, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Վարչապետ Փաշինյանը ասել է, որ քաղաքական մակարդակում Եվրոմիություն արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է։ Մնում է ակտիվ աշխատենք, նաև հավելել, որ կառավարությունը չի սպասել Եվրամիության աջակցությանը։ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել։ Այդ ազդեցությունը տնտեսվարողները վաղուց են զգում, որովհետև կառավարությունը որոշումներ է կայացրել եւ բյուջետային հատկացումներ է արել, վարկերի մասով աջակցության ծրագրեր ունենք, կառավարության նիստում այսօր եւս 2 աջակցության ծրագիր ընդունեցինք, չնայած դրանք զեկուցվող հարցեր չէին, այսինքն կառավարությունը չի սպասել Եվրամիության աջակցությանը, կառավարությունը միջոցներ է ձեռնարկել եւ այդ աջակցությունը արդեն իրականացվում է եւ բազմաթիվ ծրագրեր իրականացվել են, արտահանման աջակցության գործակալության ձևավորման process-ը ընթացքի մեջ է, առաջիկայում կձևավորվի։ Եվ շարունակելով ճեպազրույցի թեման, վարչապետը պատասխանելով հայկական երկաթուղու կառավարման հետ կապված զարգացումների վերաբերյալ հարցին հայտարարել է, որ երկաթուղիները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են եւ պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին։ Ոչ, հնարավոր չի վերանայի իր մոտեցումը, բայց մյուս կողմից ինչ որ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել եւ մասնավորապես առաջիկայում, այսինքն արդեն մենք սկսել ենք process-ները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի եւ Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը եւ մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ մեր դիրքորոշումները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Ոչ թե չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթ գծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը, դա չի կարող այդպիսի բան լինել։ Դա մեր երկաթուղին է, վերջո եկեք մի բան արձանագրենք։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ մենք մեր սեփականությունը պետքա կառավարենք։
Մանրամասները չեմ կարող ասել, որովհետև այդ թվում իրավական կոնսուլտացիաների արդյունքում պետքա, այդ թվում աշխատանքային քննարկումների արդյունքում պետքա մենք այդ հարցերը լուծենք, բայց մի բան կարող եմ ասել, որ բոլոր process-ներում հարավկովկասյան երկաթուղիներ ներգրավված են, այսինքն իրենք տեղյակ են process-ներից, ինչա տեղի ունենում, բայց ես էլի եմ ուզում ասել, ես չեմ ուզում մտնել եթե այսպես, ապա ինչ, ապա եթե այսպես ինչ, եթե այնպես ինչ։ Այսինքն այդ ժանրի մեջ չեմ ուզում մտնել, ես կարող եմ վճռականորեն ասել մի բան, որ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են եւ պետքա ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին, ուրիշ կերպ չի կարող լինել։ Դա բացառված է ուրիշ այլ տարբերակ։ Եվ մենք պետքա բոլորս ելնենք այս ելակետից։ Մենք չենք կարող ասել, դա գիտեք ինչ, դե մեր երկաթուղին է, բայց ոչինչ, դա թող տենց փակուղի էլ մնա, չի կարող այդպիսի բան լինել։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային արտահայտություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցում է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Թեհրանի Մեհրաբադ միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանի հետ։ Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ, ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։ Նախագահ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մազուդ Փեզեշքյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ և ամրապնդվել։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون صدق الله العلي العظيم.
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովի նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Այս մասին Ռուբինյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ Հարցին, թե ով կարող է նրան փոխարինել այդ պաշտոնում, Ռուբինյանը պատասխանել է, որ տեղեկություն չունի։ Ռուբինյանը նաև սուտ է որակել այն տեղեկությունները, թե իբրև նա ուսանել է Թուրքիայում։ Էլի լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնք խոսում են հիմնականում այս վերջերս կալուգացի օլիգարխի թիմակիցները։ Ես սրան իրականում անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո էլ 5 տարի առաջ, բայց խնդիր չունեմ, նորից կարող եմ կրկնել։ Սուտ համար 1 ասում եմ, որ ես սովորել եմ Թուրքիայում եւ իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում։ Ստում են, ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբից Հայաստանում, ԵՊՀ-ում սովորելու տարիներին 2006-ից 2010 թվականներին, հետո Լոնդոնում, երբ որ մագիստրատուրա եմ ավարտել 2010-ից 11 թվականներին, հետո Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա եմ ավարտել 2011-ից 12 թվականներին։ Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, ես թուրքական դիպլոմ չունեմ, ես ոչ մի չկա ինչ որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։ Ինչի մասին է խոսքը 2016-ից 17 թվականներին 5 ամիս ես մասնակցել եմ Հրանտ Դինքի հիմնադրամի, հիշեցնեմ ինչ է Հրանտ Դինքի հիմնադրամը, կար լրագրող, հայազգի լրագրող ապրող Թուրքիայում, Հրանտ Դինք, որին 2007 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 6, սպանեց թուրք ազգայնականը Ստամբուլի փողոցում։ Հայտնի պատմություն է, երիտասարդները կարող չհիշեն, բայց ավելի ձեր տարիքի մարդիկ օրինակ վստահաբար կհիշեն։ Եվ կա հիմնադրամ Հրանտ Դինքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դինքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անունը, հայերենով fellowship չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում, մի քանի ամիս էլի ինչ որ հետազոտություն էին հասկացնում։ Հիմա ես, քանի որ լրագրող չէի եւ հետաքրքրված էի գիտական գործունեությամբ, 5 ամիս այնտեղ հետազոտություն եմ իրականացնել, որը իդեպ չեմ էլ ավարտել, որովհետեւ կեսից եկել եմ Հայաստան։ Հիմա եթե դա համարվում է վերապատրաստում բառից վատ իմաստով, ուրեմն չգիտեմ, դա մեղադրանք է։ Վերբովկա։ Ուրեմն այդ տրամաբանությամբ նախ այդ ծրագիրը երկկողմանի վերբովկայի մասին էր, որովհետև Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում էին մի քանի ամիս անցկացնում, թուրքերը, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում։ Պետք է ասեմ, որ պետական ինստիտուտները ոչ մեկտեղ ներգրավված չէին, ոչ Հայաստանի կողմից, ոչ Թուրքիայի կողմից։ Բայց եթե ինքնին ինչ որ մեկի Թուրքիայում եղած լինելը համարվում է խնդրահարույց, դե կներեք, ուրեմն Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի այնտեղ լինելն է համարվում խնդրահարույց։ Իսկ եթե Թուրքիան ուսումնասիրելն է համարվում խնդրահարույց, ուրեմն մեր արևելագիտական ֆակուլտետը պետք է փակել այդ տրամաբանության։ Ես դες ասեմ ավելին, օրինակ 2021 թվականին, երբ որ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ինձ հարցնում էին, ասենք, ինչ է կարել Թուրքիայում, բացատրում էի, բայց հետո ուսումնասիրում էի, ասենք, բարձում էր այդ մարդկանց բարեկամները Թուրքիայում են ապրում։ Բարձում էր, ասենք, այդ մարդիկ գնացել Թուրքիայում հանգստացել են։ Նկատում սա աբսուրդ է, ես վստահ եմ, որ երբ որ կալուգացի օլիգարխի թիմակիցները կան ազգային ժողով էլի այդ տխմար հարցերը տալու են, ես էլ համբերատար պատասխանելու եմ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը իր եւ դահլիճումներ կա պատգամավորների անունից շնորհակալություն հայտնեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին վերջին 5 տարիներին ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար։ Ազգային ժողովի պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին եւ Հակոբ Արշակյանին։ Հարգելի գործընկերներ, քանի որ նիստը շուտով կավարտվի եւ ամենայն հավանականությամբ սա կլինի 8-րդ գումարման ազգային ժողովի վերջին նիստը, ես ուզում եմ իմ եւ նաեւ բոլորիս անունից
շնորհակալություն հայտնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, վերջին մի փոքր շտապեցիք, վերջին 5 տարիներին ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար, Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ազգային ժողովի նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ ազգային ժողովում չի, որ նախագահ է եղել, բոլորը տեսել եք, թե ինչ մարդկանց տեղտեղել սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել, այս տարիների ընթացքում Հայաստանը անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջոցով, բայց մենք բոլորս Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ եւ մենք էլ ազգային ժողովում պարոն Սիմոնյանի գլխավորությամբ հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը, խաղաղությանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմը առաջնորդելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ, որովհետև պարոն Սիմոնյանը այս ամեն ինչը մենակ չի արել, մեզ լքում է նաև ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Արշակյանին իր պարկեշտության եւ իր քաղաքական սկզբունքայնության համար։ Եվ ուզում եմ արդեն իմ պարոն Սիմոնյանի եւ պարոն Արշակյանի անունից շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, պնդության, հաստատակամության համար եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը կրկին փայլուն կատարեց իր առաքելությունը։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ազգային ժողովում հանդես եկավ հրաժեշտի ելույթով։ Նաև հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ չի վերցնելու մանդատը։ Պատմություն կերտեցինք միասին եւ ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել ու կյանքում իրար վրա որևիցե ձևով կասկած չենք ունեցել։ Նաև լավ բաների համար եմ հպարտ, որովհետև այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որը որ մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են, մերսի շատ, ապրեք բոլորդ։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, նաև աշխատակազմին, բոլոր բաժիններին շնորհակալություն եմ հայտնում եւ պարոն Ռուբինյանին, իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահ, որ ստաբիլ 5 տարի կունենա ազգային ժողովում եւ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարեւոր եք բոլորդ իմ համար։ Եվ վերջում կեցե նահատակները եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանի տարածքով իրականացվել է հերթական մատակարարումը Ռուսաստանից Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մանրամասնելով, որ հուլիսի 3-ին Բալաջարի կայարանից դեպի Բյուք-Քեսիկ ուղղությամբ ուղարկվել է 14 վագոն ցորեն, 976 տոննա քաշով։ Նշենք, որ մինչև օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 35,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։ Բացի այդ, մինչև այժմ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք, մոտ 5,000 տոննա բենզին։